Նինոցմինդայի մշակույթի կենտրոնում տարին ամփոփվեց նախատոնական համերգային ծրագրով։ Հանդիսատեսին ներկայացվեց երգի, պարի, ասմունքի հիմքով կառուցված միջոցառում։ Բեմից հանդես եկան հայ երգի մերօրյա վարպետ կատարողներ Հայաստանի Սպիրյանը, Թելման Շիրինյանը, Սվետլանա Մզիկյանը։ Հանդիսատեսի համար անակնկալ էր պատրաստել նաև մշակույթի կենտրոնի համերգային ծրագրերի վարող Արկադի Սիմոնյանը, ով երգեց բեմից առաջին անգամ։ Երգեց հանդիսատեսի համար։ Իսկ դահլիճի բուռն ծափերն ապացուցեցին նոր հայ երգի կատարման ստացվածությունը։ Համերգային ծրագրի ընթացքում բացի Նինոցմինդայի Փարվանա պարային համույթից հանդես եկան նաև Նինոցմինդայի մանկատան ու գյուղերի մշակույթի ակումբների պարային խմբերը։ Հնչեցին նաև ասմունքներ սիրված ասմունքողների շուրթերից։ Լավագույն հավատն այն է, որ երբեք չի դառնում կրոն։ Լավագույն դիմակն այն է անկասկած, որ կոչվում է դեմք։ Լավագույն դերը բադ խաղացվածը, լավագույն սերը
կիսատ թողածը, լավագույն տանջված ու տարապածը Բարդն է երգերում, լավագույն կապիկն աշխարհում էլի մարդն է երևի, լավագույն մարդն է, ոչ մի երևի, ներեցեք, ես եմ։ Միջոցառումն ավարտվեց մշակույթի կենտրոնի տնօրինության աշխատակիցների ու սաների համար պատրաստված մրցանակների հանձնմամբ։ Նվերների հանձնումը կատարեց մշակույթի և սպորտի ծառայության պետ Ջորաս Նղչյանը։ Գժվելու չէ փայտը ճարճատում, առանց գժվելու չկա շահած մարդ, առանց գժվելու չեն ծնի նոր մարդ, մինչև չգժվի ջուրը չի երա, կեղև չի պատրի հատիկը նրան, ծառերն են փպտում, գժված են անշուշտ, երկիրն է պտտում, գժված է անշուշտ, սերմերը մինչև կարգին չգժվեն, բերք չեն դառնալու։ Առաջինն այն, որ պատիվ ունեմ շրջանի ղեկավարության եկեղեցու համանքի կողմից շնորհավորելու բոլորիդ առաջիկա նոր տարի եւ Սուրբ Ծնունդը։ Ցանկանալ ձեզ երջանկություն, առողջություն, հաջողություններ գալիք 2016 թվականին։ Ուրախ եմ, որ այսօր տոնական համերգի եմ եւ այսօրվա համերգը փաստորեն այն բարձր տրամադրության արդյունքն է, որ մենք ամբողջ տարի ունեցանք մեր մշակութային գործունեության մեջ։ Ես պիտի դրվատանքի խոսք ասեմ մշակույթի կենտրոնի հասցեին, նաեւ լավագույն բարեմաղթություններ մեր գյուղական այն մշակույթի տների եւ այն ակումբների հասցեին, որոնց սաները, որոնց պարողները այստեղ հանդես եկան եւ այսօր իրենց արվեստը ցուցադրեցին։ Ասեմ, որ մեր ծառայությունը եւս ունի իր բարգեւները, բնությունը խնդրել է, որ ես երկու հոգու մեր երկու պարուսույցներին, որոնք տարվա ընթացքում առանձնացել են իրենց գործունեությամբ, ես հանձնեմ մշակույթի կենտրոնի դիպլոմները։ Զեփյուր Ղասլյան, Սևակ Բդոյան, Փարվանա հեռուստատեսությունը շնորհավորում է մշակույթի կենտրոնի բոլոր աշխատակիցների ամանորը։ Մաղթում, որ գալիք 2016 թվականին կենտրոնն ունենա նույնպիսի հաջողություններ ու ավելին, ինչ ունեցել է 2015 թվականին։